Եվ սիրելի կույսեր, այո, ունեք խնդիրներ աշխատանքում, նրանք ովքեր գտնեն 29-30, 44-45, նույնիսկ 59-60 տարեկան այդ տարիքային շրջափուլերում։ Այդ տարիքային շրջափուլերում այստեղ աշխատողները այս պահին կարծես կռիվ են տալիս իրենց աշխատանքը պահելու համար, որովհետև այն շատ մոտ է այդ թոշակի գնալու այդ ժամանակահատվածին, որոշների մոտ խնդիրներ կան, բայց ասեմ ձեզ, որ նրանք ովքեր հաշտ եւ համերաշխ են իրենց ղեկավարների, իրենց աշխատանքի հետ, նրանք պարտաճանաչորեն կատարում են այդ ամենը, երբեմն ունենում են պարգևատրումներ։ Կցավան ձեր ոտքերը, աղեստամոքսային տրակտը, ամսի 14-ի մարտի 14-ի խավարումներում նկատել եմ շատերի մոտ հոգեսոմատիկ հիվանդությունների արդեն այդպես նկատելի չափով երևում էր այդ խնդիրները, նաև աղեստամոքսային տրակտի հետ կապված խանգարումներ, շատ մինչև ամսի 29-ը կարող եք սիրելի կույսեր եւ ձկներ եւ ընդհանրապես բոլորը, ովքեր քաշի ավելացում ունեն, կարող եք պահել դիետաներ, որովհետեւ կույսը հենց դա դիետաների, հիգիենաների դաշտն է, այդտեղ պետք է դուք կարողանաք կարգավորել ձեր սննդակարգը եւ քաշի նվազում կունենաք։ Ուղղակի ուշադիր եղեք, քանի որ Սատուրն էներգիա քիչ է տալիս, դուք էլ եթե քիչ ուտեք, քիչ սնվեք, ապա դա կարող է տալ ուժերի անկման, ճնշումը, արյան ճնշումը կարող է ընկնել, ամեն ինչ կփորձեք փոխկապակցել եւ նաեւ խորհրդակցեք բժիշկների հետ, որպեսզի կարողանաք ձեր առողջացման գործընթացը առանց խնդիրների տանել։ Հիգիենան է կրկին նշեցի, մեր սումներն են, սպասարկման ոլորտի աշխատակիցներն են, լավագույն բժիշկներն են, առողջապահական ոլորտի աշխատակիցներն են, եթե համապատասխան մոլորակային դիրքավորումները այնտեղ են, կույսի համար շատ կարևոր է լինում եւ հիգիենան եւ մաքրություն, եթե լուսինել է կույսում տնային, տան մաքրությունը, բայց երբեմն դիրքերը լարված են լինում, տեսնում ես, որ մարդը չի կարողանում կատարել իր պարտականությունները, չի աշխատում, չի սիրում աշխատել Մարսի, Սատուրնի բար դիրքերի դեպքում, իր հիգիենային չի հետևում եւ խնդիրներ է ունենում աշխատանքում։ Ուղղակի պետք է լինեք ավելի կույսերի բարդ բնավորության գծեր, որոնք խանգարում են իրեն չափից դուրս պեդանտիզմն է, մաքրասիրությունը եւ որը հենց այս տարիներին, հենց 29, 30, 44, 45, 59, 60 այդ տարիքային շրջափուլներում գտնվողների մոտ շատ խիստ արտահայտված է կամ ուղղակի խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց, որի արդյունքում ուղղակի կունենան համապատասխան հոգեսոմատիկ հիվանդությունները կամ ախտանիշները։ Այսքանը։